Մեր բանակը աշխարհի ամենահզորն ու ամենաուժեղը դեռ նույնիսկ չի սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում, սոցցանցի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաջորդը կամուրջներն են, ապա էլեկտրակայանները։ Նոր ռեժիմը գիտի, թե ինչ պետք է արվի, եւ դա պետք է արվի արագ, գրել է Թրամփը։ Այդ դուք եք ձեր զինվորներին տանում գերեզմաններ, ոչ թե Իրանը, որին փորձում եք վերադարձնել քարիդար, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մաջիդ Մուսավին ի պատասխան Թրամփի սպառնալիքների, թե առաջիկա շաբաթներին Իրանին ուղղված հարվածները երկիրը կվերադարձնեն քարիդար։ Հոլիվուդյան մոլորություններն այնքան են թունավորել ձեր միտքը, որ ձեր 250-ամյա չնչին պատմությամբ սպառնում եք ավելի քան 6000-ամյա քաղաքակրթությանը, ասել է Մուսավին։ Հենց հիմա մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում երկրով մեկ ծավալված հզոր ազգային արշավը հավաքել է մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, դիմելով Միացյալ Նահանգներին։ Թույլ տվեք ձեզի խորոց սրտի մի բան ասել. իրանցիները ոչ միայն խոսում են իրենց երկիրը պաշտպանելու մասին, այլև արյուն են թափում դրա համար։ Մենք դա արել ենք նախկինում, պատրաստ ենք դա անել կրկին, ասել է նա։ Աշխարհում իրավիճակը զարգանում է հօգուտ Ռուսաստանի։ Այս հայտարարությունն էլ արել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, անդրադառնալով Թրամփի վերջին գործողություններին։ ՆԱՏՕ-ի փլուզման սպառնալիքը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը, Եվրոպայում լայնածավալ էներգետիկ ճգնաժամը, Ուկրաինային օգնության դադարեցումը, Օրբանի Կիևին վարկի տրամադրման արգելափակումը, այս ամենը կարծես Պուտինի երազանքի ծրագիրը լինի, ասել է նա։ Թրամփը համբերատար մարդ չէ, բայց չգիտես ինչու նրա համբերությունը ռուսների նկատմամբ դեռ չի սպառվում։ Այս հայտարարությունն արել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները դադարեցվել են, բայց Ռուսաստանն Ուկրաինայի հարցով կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ կազմից։ Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է կառույցի հետ կնքված հիմնական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու օգտին, թույլ տալով երկրին դուրս գալ կազմակերպությունից։ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ Մոլդովայի դուրս գալն ԱՊՀ-ից կունենա աղետալի հետևանքներ երկրի տնտեսության համար։ Հետագայում ընդունված օրենքները պետք է ստորագրի Մոլդովայի նախագահը, որից հետո բոլոր փաստաթղթերը կներկայացվեն ԱՊՀ գործադիր կոմիտեին։ Թրամփի ասացները չեն տարբերվում ոչ նրբանկատությամբ, ոչ էլ ընդունված չափանիշներին համապատասխանությամբ։ Այսպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել Թրամփի հայտարարությանը։ Ավելի վաղ Թրամփն ասել էր. օգնություն ստանալու համար զանգահարեցի Մակրոնին, որը դեռ վերականգնվում է կնոջ ծնոտին հասցրած հարվածից։ Եվ վերջում գրաֆիտի Անտարկտիդայում աշխարհի ամենահյուսիսային գրաֆիտին հայտնվել է Պրոգրես բևեռային կայանի վրա։ 100 քառակուսի մետր մակերեսով արվեստի գործը պատկերում է Անտարկտիդան առաջինը հայտնաբերած Ֆաբիան Բելինգսհաուզենին եւ Միխայիլ Լազարևին։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։